Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, մենք շարունակում ենք ինչ, որտեղ երբ հայաստանյան խաղերի ամառային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք և պարոնայք, ամառային եթերաշրջանի առաջին խաղում Սուրեն Մանուկյանի թիմը հաղթեց հեռուստադիտողներին 6-3 հաշվով և դարձավ եզրափակիչ խաղի առաջին հավակնորդը։ Իսկ այսօր ես խաղի եմ հրավիրում Հայկ Մամիջանյանի թիմին, բժշկական գրագրության մասնագետ Գուրգեն Եսայան, բիզնես նախագծող Կարեն Մնացականյան, հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյան, բժշկական գիտությունների թեկնածու Արա Չարչյան, կառավարման խորհրդատու Արփինե Աղջոյան և թիմի ավակ Հայաստանի 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր Հայկ Մամիջանյան։ Հայկ Մամիջանյանի թիմի դեմ այսօր կխաղան Լևոն Ավետյանը, Սարգիս Պետրոսյանը, Ժանետտա Ղազարյանը, Սուպեր Բլից, Վահե Հարությունյանը, Ռուբեն Փաշինյանը, Ալինա Ավակյանը, Բլից, Լուսինե Եղիազարյանը, Էդգար Մինասյանը, Ամալիա Սարգսյանը, Գևորգ Հովանիսյանը և հարց Յունի բանկից, ինչ որտեղ երբ ամառային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր, հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Պարոն Մամիջանյան։ Այո, պարոն խաղաղ։ Գարնանային խաղերում ձեր մայրիկը կանանց թիմի ավակներ եւ կարծում եմ շատ հետաքրքիր խաղ ցուցադրեց։ Համաձայն եմ։ Իսկ դուք ինչպես եք տրամադրված այսօր։ Վերջին անգամ երբ որ տենց ինչ-որ մեծ խոսեցինք, լավ չստացվեց, այնպես որ այս անգամ կլռեմ։ Այս խաղում լռել չի կարելի ամեն դեպքում, պարոն Մամիջանյան։ Դա իմ մոտ երբևէ այդքան լավ չի ստացվել, պարոն խաղաղ։ Ձեր դեմ խաղում է Լևոն Ավետյանը։ Ոսկե արծվի մրցանակակիր իրավաբան Երևանից։ ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն միշտ հեգնանքով էր վերաբերվում արևմտյան մամուլում իր կերպարին արվող անդրադարձին։ Մի անգամ նրան հարցրեցին, թե ինչ է մտածում New York Times-ում իրեն նվիրված հոդվածի մասին։ Գրոմիկոն պատասխանեց, քանի որ Times-ը հավասարակշռված թերթ է, դա սպասելի էր։ Ուշադրություն հարցը։ Ինչով էր Գրոմիկոյի կարծիքով աչքի ընկնում այդ հոդվածը։ Ժամանակ։ Իրան ասում են միստր նյետ արևմուտքում, կարող է բառախաղի վրա Եվ այո եւ ոչ։ Հետո Դա կարող է կշռային ինչ-որ թեմա, քաշից են խոսացեյոնը կշռ։ այո թե ոչ, կարող է։ Ուրեմն քանի որ հավասարակշռված է։ Իսկ կարդացել ես վստահ ենք որ կարդացել է հոդվածը։ Ասում ես կարող ասել եմ, նա ինք ասել ես անգլերեն չգիտեմ, դրա համար իմ համար նույնն է, էլի ես հանգիստ եմ վերաբերվում։ Իրանք թարգմանեն ինքը իմանար, ում ասես թե այնպես։ Դա Իսկ սպասելի։ ասում New York Times-ին է հավասարակշռված։ Ինչ կար սպասել։ Արևմտյան մեդիա Այսինքն ված չեն անդրադարձել։ Yellow չի խոսի, Yellow Press չի, դերին մամուլ չի։ Պրավդայի հետ ինչ-որ բան տարածելնի։ Իմենա, Իսկ իրան քննադատում էին Սովետում։ Իսկ իրան Սովետում դժվար քննադատեին, բայց ամերիկացի քննադատեին։ Կարանք այո ոչի բառը, եթե չունեք վերցը այո ոչի բառախաղի Այո ոչ։ Շեկամ չմինեմ ասեք։ Ժամանակ, պարոն Մամիջանյան, ով է պատասխանում։ Պարոն խաղաղ, ես կպատասխանեմ, խնդրում կրկնել հարցը։ Լռություն դահլիճում ես կկրկնեմ եւ պատասխանում է Հայկ Մամիջանյանը։ ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն միշտ հեգնանքով էր վերաբերվում արևմտյան մամուլում իր կերպարին արվող անդրադարձին։ Մի անգամ նրան հարցրեցին, թե ինչ է մտածում New York Times-ում իրեն նվիրված հոդվածի մասին։ Գրոմիկոն պատասխանեց, քանի որ Times-ը հավասարակշռված թերթ է, դա սպասելի էր։ Ինչով էր Գրոմիկոյի կարծիքով աչքի ընկնում այդ հոդվածը։
Ես կպատասխանեմ պարոն Սարգսյանի առաջարկած տրամաբանությամբ, քանի որ Գրոմիկոն հայտնի էր որպես միստր Նյետ, ինչպես հիշացրեց պարոն Սարգսյանը, բնական է, որ իմ չոր ոչերը իրենք պիտի բալանսավորեին։ Իսկ ինչպես բալանսավոր էին։ Ես շատ չոր եմ խոսել, իրենք հակադարձ շատ փորձել են իմ ասածների հակադրումը ներկայացնել։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Մամիջանյան, մի անգամ Անդրեյ Գրոմիկոին հարցրեցին, թե ինչ է մտածում New York Times-ում իրեն նվիրված հոդվածի մասին։ Գրոմիկոն պատասխանեց. քանի որ Times-ը հավասարակշռված թերթ է, դա սպասելի էր։ Հոդվածում զետեղված տեղեկատվության կեսը ճիշտ է, իսկ մյուս կեսը չի համապատասխանում իրականությանը։ 1-0 հոգուտ հեռուստադիտողների Լևոն Ավետյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը։ Խաղի գիտաինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը։ Մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը։ Մեր արագ եւ շահավետ գործընկերն է Ozon Marketplace-ը։ Մեր միջազգային գործընկերն է Boyden ընկերությունը։ Մեր համեղ գործընկերն է Atheng ընկերությունը։ Եվ մեր լուսավոր ու ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, լեզվաբան եւ հրատարակիչ Տաթև Պապոյանը նվիրում է իր հեղինակած քառալեզու պատկերազարդ բառարանը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangakbookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը երկրորդ խաղափուլ։ Պարոն Մամիջանյան։ Այո, պարոն խաղավար։ Իսկ կարող եք մեզ հետ կիսվել, թե ձեր մասին հրապարակումները մամուլում քանի տոկոսով են ճշմարիտ։ Շատ փոքր ծավալ։ Նայած թե որ մամուլ է, մեր լավ ընկերներից մեկը Ալեքսանդր Իսկանդարյանը մի անգամ մի խոսք ասել, ինձ շատ դուր է եկել։ Ես մարդու գանգատուփի ձևից կարող եմ ասել, թե ինչ թերթեր է նա կարդում։ Հիմա կախված թե որ թերթերում տարբեր ձև ինչեր ասես, որ չեն ասե, հիմնականում ես նախանձում եմ այն հարստությանը, որը ունեմ այդ հրապարակումների մեջ։ Ձեր դեմ խաղում է Վահե Հարությունյանը, շինարար Երևանից։ Հեռուստաթատրոնի հումորային մանրապատումներից մեկում Տիկին Կատարինան հարցնում է պարոն Տրեպիխալսկուն, թե ինչու է նա մարտի 8-ին պանդոկ եկել առանց կնոջ։ Կինս հիվանդ է, բացատրում է Տրեպիխալսկին։ Կատարինան վրդովված ասում է. չեք ամաչում, ձեր կինը հիվանդ է, իսկ դուք նստել եք պանդոկում եւ ոչինչ չեք ձեռնարկում։ Ինչպես թե չեմ ձեռնարկում, հակադարձում է Տրեպիխալսկին։ Ուշադրություն, հարցը։ Իսկ ինչ էր նա անում։ Ժամանակ։ Լսում եք։ Ես կփորձեմ պատասխանել։ Պարոն Տրեպիխալսկին ասաց, իսկ ես խմում եմ իր առողջության համար։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Չեք ամաչում, ձեր կինը հիվանդ է, իսկ դուք նստել եք պանդոկում եւ ոչինչ չեք ձեռնարկում։ Ինչպես թե չեմ ձեռնարկում, հակադարձում է Տրեպիխալսկին։ Ես հենց հիմա խմում եմ նրա առողջության կենացը։ 1-1։ Պարոն Չարչյանը հավասարեցնում է հաշիվը եւ բերում թիմին լրացուցիչ րոպե։ Դիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է PMI Science գիտահետազոտական կենտրոնի արտաքին կապերի եւ գիտական ներգրավվածության գործադիր Դավիթ Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Բարև ձեզ։ Պարոն Մանուկյան, դուք նշում եք, որ PMI Science-ի համար շատ կարևոր նշանակություն ունի կայունությունն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը։ Ինչ քայլեր եք կատարում այդ ուղղություններով։ Այո, ճիշտ եք, մեր համար շատ մեծ կարևորություն ունեն
շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ կայունությունը եւ այդ իսկ պատճառով փորձում ենք այդ գործունեության բոլոր մակարդակներում ներգրավել նմանատիպ նախագծեր, ինչպես նաեւ աշխատել բիզնես ոլորտի եւ հասարակական ոլորտի տարբեր կառույցների հետ։ Կցանկանամ նշել մեր ամենամեծ ծրագրերից մեկի Circular Program կոչվող ծրագրի մասին, որի միջոցով փորձում ենք նվազեցնել հետսպառողական թափոնների ծավալը, ինչպես նաեւ օգտագործված սարքավորումներին տալ երկրորդ կյանք վերամշակման միջոցով։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Չարչյան։ Այո, պարոն Իսկ դուք որտեղ եւ ինչպես եք սովորաբար անցկացնում կանանց միջազգային օրը, մարտի 8-ը, ձեր կնոջ հետ։ Իմ կնոջ եւ իմ դուստրի հետ։ Առանձին նրանց առողջության կենացը չեք խմում։ Առանձնել եմ խմում իրար։ Սուպեր բլից։ 3 հարց, որից յուրաքանչյուրին պատասխանելու համար գիտակին տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Պարոն Մամիջանյան, ով է մնում սեղանի շուրջ։ Պարոն խաղավար, եկեք այս անգամ ես մնամ։ Դուք մնացեք։ Որպեսի թիմը վաստակի մեկ միավոր, պարոն Մամիջանյանը պետք է պատասխանի բոլոր 3 հարցերին։ Բացարձակ լռություն դահլիճում, ոչ ոք ոչինչ չի քննարկում։ Ուշադրություն, առաջին հարցը։ Գերմանացի գիտնականները պնդում են, որ նրա նախատիպը իրական կին է։ 1729 թվականին ծնված Մարիա Սոֆիա ֆոն Էրթալը, ընտանեկան ամրոցում ապրող հողատիրոջ դուստրը։ Իսկ ահա նրանց նախատիպերը, ըստ նույն գիտնականների, եղել են մոտակա Բիբեր քաղաքի հանքափորները։ Նրանք կրում էին լայն գլխարկներ։ Լաուրա Գևորգյանը Երևանից խնդրում է ձեզ անվանել նրանց։ Սպիտակաձյունիկը եւ 7 թզուկները։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Խոսքը Սպիտակաձյունիկի եւ 7 թզուկների մասին է։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ 2010 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Walt Disney ընկերության ներկայացրած հայտնի մուլտֆիլմը հանգեցրեց այն բանին, որ սուր աղիքային խնդիրներով հիվանդանոց տեղափոխված մինչև 10 տարեկան աղջիկ երեխաների թիվը կտրուկ աճեց։ Քրիստինե Հակոբյանը Գավառից հետաքրքրվում է, որ հերոսն էր դարձել դրա ճակերտավոր մեղավորը։ Ժամանակ։ Ժամանակ, պարոն Մամիջանյան։ Պարոն Մամիջանյան, լսում ենք ձեզ։ Թող դա լինի չեմ կարողանում հեքիաթի անունը հիշեմ, երբ որ խնձոր պիտի ուտեր։ Քնած Դժխույն, հա երևի, բայց սխալ է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Մամիջանյան, խոսքը Արքայա դուստրը ու գորտը մուլտֆիլմից երեխաներին տպավորած գորտի մասին է։ Ֆիլմի էկրան բարձրանալուց հետո Միացյալ Նահանգներում երեխաները սկսել էին համբուրել գորտերին։ 2-1 հոգուտ հեռուստադիտողների Քրիստինե Հակոբյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Իտալ Սոլար ընկերության իրավաֆինանսական բաժնի ղեկավար Հայկ Հակոբյանը։ Բարի երեկո, պարոն Հակոբյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Հակոբյան, ապառիկի ինչ պայմաններ է առաջարկում Իտալ Սոլարը։
Իտալ Սոլարն առաջարկում է ապառիկի արտոնյալ պայմաններ 0% կանխավճարով, 0% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով, թե մարզերում եւ թե Երևանում։ Հաշված րոպեների ընթացքում հնարավոր է ստանալ արևային կայանի ֆինանսավորում, որի ամսական վճարները ավելի քիչ կլինեն, քան էլեկտրաէներգիայի դիմաց վճարված գումարը։ Պարոն Հակոբյան, այս պայմանը բիզնեսին էլ է վերաբերում։ Այո, պարոն Հաղաթավար, իրավաբանական անձանց համար եւս գործում է արտոնյալ պայմաններ, ներառելով սուբսիդավորման ծրագիրը եւ այլ ֆոնդեր, այս պարագայում եւս հնարավոր է ձեռք բերել արևային կայան ընդհանուր մինչեւ 0% տոկոսադրույքով։ Հիշեցնեմ, որ այս խաղի լավագույն հարցի հեղինակին Իտալ Սոլար ընկերությունը կտրամադրի 100,000 դրամի նվեր քարտ։ Շարունակում ենք խաղը, 4-րդ խաղափուլ։ Պարոն Մամիջանյան։ Այո, պարոն Խաղաղ։ Իսկ ո՞րն է եղել ձեր սիրելի հեքիաթը փոքր տարիքում։ Այ, Եվ հիմա, եթե ունեք սիրելի հեքիաթ, արդեն այս տարիքում։ հեքիաթ, չգիտեմ ինչքանով կարելի է անվանել հեքիաթ փոքրիկ իշխանը։ Հեքիաթ է, իհարկե հեքիաթ է ամեն։ Նույնն է եղել, ընդ որում ես սովորություն ունեմ մի քանի տարին մեկ կարդալ, նորից վերընթերցել փոքրիկ իշխանը ու դեռևս մի անգամ չի եղել, որ նույն տպավորությունն ու նույն ընկալումը լինի, ճիշտ ասած, յանքիս ընթացքում։ Հասկանալի է, պարոն Մամիջանյան։ Ես կարծում եմ, ձեր ճաշակը շատերն են կիսում այդ հարցում։ Ձեր դեմ խաղում է Ռուբեն Փաշինյանը, լրագրող Երևանից։ Ուշադրություն, պաստառ։ Հայաստանի մարզերից մեկով անցնելիս հայերեն կարդալ չիմացող զբոսաշրջիկը ճանապարհին մի քանի անգամ տեսնելով այս գրությունը մի հարց է տվել զբոսավարին, որն առաջացրել է վերջինիս զարմանքը։ Ուշադրություն հարցը։ Ինչ է հարցրել զբոսաշրջիկը։ Ժամանակ։ Ասում են ինչ խաչեր, ինչ է նշանակում։ 2 կա, Որ լեզվով է, հա, 2 + 4 2014 Գերեզմանը քարի տեղ է դրել։ Չէ, ինչի անթեգ 14, այս ուրիշ թիվ է։ Okay, հետո, ամենապարզն է, էլ։ Կարող է պատկերն է նմանացել Կարող սեղանի նման է ինչ որ Տեսեք 2014 կարող է սա գերեզմանա եւ դա ասենք հանչելու թիվն է, էլի։ Որտեւ սա ավելի շատ գերեզմանա քարի Բացանցյան բրեն դրած է, ինչ որ ձուկ որ նման է ֆիզիկապես սրան այսինքն։ Բայց չեն։ Երանգունի Ով որ պատասխանի 2014-ն է պոստը, չի խորանում դալշը։ Բայց հարցը պետք է ասենք ինչ հարց է տվել։ Նա ուրեմն իսկ որտեղ է Ով երկրորդ աստեղ հանգչում, հա, էլի սենց։ Ուրա երկրորդ տարեթիվը, բայց սենց Իսկ չի կարա շիրի մալ ինչի լիսել։ նման է, ձեն ուրիշ ինչի նման է, մարդու նման։ Մարդուկիա նման ինչ որ խաչ։ Կա աթոռ։ Խաչներ է 2014-ը։ Սեղան ու աթոռի նման էլ է, թե չէ։ Ինչ ես ուզում 14-ի մասին։ Ուզում ասեմ ով է պատասխանում։ Չեմ հիշում առաջին ասեցած։ Ժամանակ, պարոն Մամիջանյան, ով է պատասխանում։ Պարոն Խաղաղ, թող Սարգսյան Դավիթը փորձի։ Լսում ենք ձեզ, պարոն Սարգսյան։ Պարոն Խաղաղ, մենք կարծում ենք, որ օտարերկրացին, ինչ ազգի էլ նա լիներ, հայերեն ձուկ գրությունը շփոթել է 2014 թվականի հետ եւ այդ թվի հետ կապված որևէ ենթադրություն է արել։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հայաստանի մարզերից մեկով անցնելիս հայերեն կարդալ չիմացող զբոսաշրջիկը ճանապարհին մի քանի անգամ տեսնելով այս գրությունը հարց է տվել զբոսավարին։ Իսկ ինչ է տեղի ունեցել Հայաստանում 2014 թվականին։ 2-2 Դավիթ Սարգսյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ հավասարեցնում հաշիվը։ Տիկնայք եւ պարոնայք, դահլիճում ներկա է Օզոն Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։ Բարի երեկո, պարոն Կարապետյան։ Բարի երեկո, պարոն Հաղորդավար։ Պարոն Կարապետյան, այս տարի Ռուսաստանում ինչ որտեղ երբ ակումբը նշում է իր 50-ամյակը։ Սա նշանակալի հոբելյան է։ Իսկ Հայաստանում մեր խաղը այս տարի դառնում է 23 տարեկան եւ ակնհայտ է, որ ամենահետաքրքիրը մեզ մոտ դեռ արժևում է։ Ինչ եք կարծում, իսկ ինչպիսին կլինի էլեկտրոնային առևտրի եւ մասնավորապես օզոնի ապագան։
Պարոն հաղորդավար, էլեկտրոնային առևտուրը պայծառ ապագա է ունենալու, որովհետև այն տրենդերը, որ մենք տեսնում ենք այսօր, վստահություն է ներշնչում, որ ամեն ինչ լավ է լինելու, էլ ավելի շատ հաճախորդներ ենք ունենալու, ավելի շատ պատվերներ ենք նրան կատարելու, իսկ կոնկրետ Ազոնը այնպիսի ենթակառուցվածք է ստեղծելու Հայաստանում, որ մեր գնորդները ոչ միայն լայն տեսականի ունենան, հնարավորություն ունենան լշավետ գներով առևտուր անել, այլ նաև նույն օրը ստանան իրենց պատվերները։ Պարոն Կարապետյան, վերջերս ինձ հետաքրքիր փաստ պատմեցին։ Միջինը մարդիկ մոտ 40 րոպե են ծախսում սովորական խանութներում գնումներ կատարելու համար։ Դա մեր խաղի 2/3-ն է։ Իսկ դուք երբևէ հաշվել եք Օզոնում գնումներն ինչքան ժամանակ են խլում։ Դե տեսեք, մեր ինտերֆեյսը բավականին լավ է կառուցված եւ մի քանի րոպեում, մի քանի հպումով հնարավոր է տարբեր գնումներ կատարել, այնպես որ ժամանակը կարելի է ավելի հետաքրքիր գործառույթի վրա ծախսել։ Մենք անում ենք ամեն ինչ, որ ապագայում արհեստական բանականության մոդուլներով ծրագիրը ինքը առաջարկի, թե ձեզ կանխագուշակի, թե ձեզ ինչ է պետք եւ միանգամից առաքի ձեր տուն։ Շնորհակալություն։ Օրինակ, հետաքրքիր գրքեր կարդա կամ հետաքրքիր ֆիլմեր նայեն այդ ընթացքում։ Ինձ մնում է ավելացնել միայն, որ խաղի լավագույն գիտակին Օզոն Marketplace-ը կնվիրի գրքերի հավաքածու, իսկ եթերաշրջանի լավագույն հարցի հեղինակին ժամանակակից շարժական բարձրախոս նվագարկիչ։ Շարունակում ենք խաղը, 5-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան, Եղվարդի խճուղի 1, Արմենիա հեռուստատեսություն։ Ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին։ Կամ info@prt.am էլեկտրոնային հասցեով։ Ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Ձեր դեմ խաղում է Ալինա Ավակյանը, քիմիկոս Երևանից։ Վլադիմիր Պոզները գրում է, որ դա օգնել է ամերիկացիներին հաղթահարել մեծ դեպրեսիայի ժամանակահատվածը։ Իսկ ահա Ալֆրեդ Հիչկոքը պնդում էր, որ եթե ստացվում է լրջորեն գրավել հանդիսատեսի ուշադրությունը, ապա դա ամենևին էլ անհրաժեշտ չէ։ Ուշադրություն հարցը։ Ինչի մասին է խոսքը։ Ժամանակ։ Լուր կինոն առանց զայնի կարացել ենք, լսել եք։ Իսկ հումոր կատակ, որտեղ հորոր է։ Դերեսնականների չապլիններ, ժամանակագրական նոր զայնային դա գալիս։ զայնայինը սկսում է ռադիոյով Էվերսա, ժողովուրդ, Կոկտեյլ ասում է, որ այս կոմիսները ուշ են եղել, Սուխոյ Զակո, Դա ընթացքի Իրականում զայնային կինոյա նկարը, ինքը լուր կինոյի մասին չեմ կարծում։ նորմալը դա հենց է անցեք կինոյից, լսել եմ, չել։ Արորիա, ինչ կարա ռադիոն չի կարա լինի, բայց ասում է Ռադիոն առո դեպրեսիվ։ Տիպիկ ամերիկյան ինչ-որ բաներ, կոմիքս եւ այլն։ Հանդիսատեսին ո՞նքան է գրավել, ասում եք գրավում ենք հանդիսատեսին, պետք դրա կարիքը չի։ Կարող է խաղեր խաղացնելով ինչ-որ ոնց որ ասեք մոնոպոլիան Հումորը օգտելա դեպրեսիայի ժամանակ։ Կոմեդիաները, կոմեդիան, ոչ թե Զայնային կինոն։ Զայնային կինոն ա։ պրոստը զայնային կինոն։ Չէ, նայ, եթե կինոն հետաքրքիր է, զայն պետք չի։ Իսկ Զակադրովի սմիախ, Ակինեի վերսիան եմ քննարկում, Հումորը, բայց լսել եմ արդեն։ իսկ Զակադրովի սմիախ։ Ժամանակ, պարոն Մամիջանյան։ Անխաղաղ, ես նախորդ հարցից պարտք եմ Կարենին, խնդրեմ։ Լսում Պարոն եք ձեզ։ Ալսավար, եթե կարող եք կրկնել հարցը ու պատասխանը միանգամից։ Վլադիմիր Պոզները գրում է, որ դա օգնել է ամերիկացիներին հաղթահարել մեծ դեպրեսիայի ժամանակահատվածը։ Իսկ Ալֆրեդ Հիչկոքը պնդում էր, որ եթե ստացվում է լրջորեն գրավել հանդիսատեսի ուշադրությունը, ապա դա ամենևին էլ անհրաժեշտ չէ։ Ինչի մասին է խոսքը։ Մենք կարծում ենք, որ խոսքը լուր կինոյի մասին է, որը նույնիսկ առանց ձայն կարողացել է գրավել մարդկանց ուշադրությունը եւ հիմք է դարձել արդեն կինեմատոգրաֆի հաջորդ ժանրերի զարգացմանը։ Խոսքը երևի թե համր կինոյի մասին է, դուք Այո, համր կինոյի մասին։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Մնացականյան։ Այո։ Միացյալ Նահանգներ, կինո, մեծ դեպրեսիայի ժամանակահատվածում մարդիկ դիտում էին ֆիլմեր, որոնք իրենց երջանիկ ավարտով հավատ էին ներշնչում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Իսկ Ալֆրեդ Հիչկոքը գտնում էր, որ
առանց happy end-ի էլ կարելի է լավ ֆիլմ նկարահանել։ Խոսքը իհարկե happy end-ի մասին է, 3-2 հոգու հեռուստադիտողների Ալինա Ավագյանը բերում է երրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Շարունակում ենք խաղը, 6-րդ խաղափուլ։ Պարոն Նացականյան։ Այո, պարոն հաղորդավար։ Սովորաբար ինչ ֆիլմեր եք սիրում դիտել։ Սովորաբար չեմ սիրում ֆիլմեր դիտել, բայց վերջերս սկսել եմ անցնել IMDb top 30 ֆիլմերից նրանցով, որոնք չէի դիտել օրինակ կլասիկաներից, ինչպես Շինդլերի ցուցակներ, անգլիական պացիենտը, Բալնոյը։ Պացիենտը, այո։ Բուժարում։ Ինտերստելլարը դիտեցի վերջերս, ահավոր չհավանեցի որպես ֆիզիկոս, թեպես Սկիպտորն է եղել ֆիզիկայի խորհրդատուն եւ շատերն են սիրում, բայց ինձ համար դա լավ տպավորություն չթողեց որպես ֆիլմ։ Ձեր դեմ խաղում է Սարգիս Պետրոսյանը, ինժեներ Երևանից։ Ուշադրություն, սև արկղ։ Իսկ հիմա ուշադրություն, քարտեզ։ Սև արկղում գտնվում է այն, ինչը միավորում է կարմիրով առանձնացված տարածքները։ Ուշադրություն հարցը։ Ինչ է սև արկղում։ Ժամանակ։ Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Հունաստան։ Կարող են ինչ-որ բան լինի, օգտագործում է Սուդանում ինչ կորիդոր մի ձև են անվանում բառը, մի բառ, որ հայտնի է այս բոլոր Թեյ, չէ, բայց թեյ չա, ինչ-որ բան են անվանում։ Այդտեղ անվանման հետ կապված կա, այդտեղ Կիպրոսն էլ կա, Մալթան էլ կարծես, Արաբիան ենք, Սաուդյան Արաբիան ենք։ բայց Հնդկաստանն ու Բանգլադեշն Իտալիան էլ կա։ արաբական երկրները մեծամասամբ ու կարմիրով են Իսպանիայից մինչև Հնդկաստան։ Գուցե ինչա կարմիրով։ իսկ չէ սպորտային թեմա կարան եւ ֆուտբոլի հետ։ Եվրոպական Չէ, արաբական լեզուներ են այնտեղ, չեղավ։ Ում հավաքականների Մեկը սրա մեջ լինի, էլի։ Իր պատի լինի, իր ինչ եմ կարում դուրս գամ։ Այս երկրները ինչ կարող են Օգտագործում է ուտելիք հանուր, կարող ուտելիք կամ Ռոպե թե դալիչ։ դալիչ։ Թեյի բաժակ, ինչ որ ֆորմայի դալիչ վերջերսակա ոնց որ։ Հնդկաստան, Արաբիա, Ժամանակ, պարոն Մամիջանյան, այո, դուք ունեք եւ դալիճի օգնության հնարավորություն եւ 1 րոպե։ Եվ կարող եք միանգամից պատասխանել, դա ձեր իրավունքն է։ Խաղավար, որ կարողանանք կպատասխանենք։ Այդ դեպքում լսում եմ դալիճի օգնություն։ Ես հարցը կարդամ, որից հետո կտրամադրեմ 20 վայրկյան դալիճի օգնության համար։ Սև արկղում գտնվում է այն, ինչը միավորում է կարմիրով առանձնացված տարածքները։ Ինչ է սև արկղում 20 վայրկյան դալիճի օգնության համար։ Շուշ ինչ անում կոմենտեր։ Ինչ լսեցի։ Ինչը։ Ֆրանսիա, Իսպանիա։ Ինչ հա գտնվում սև արկղ։ Ֆրանսիա ինչ հատակված է։ Մեկը կարա հերքի աստվածաշունչը։ Ժամային գոտի է։ Չէ, ժամային գոտի է։ Ապշունի հաստատ գոտին։ Ժամանակ։ Պարոն Մամիջանյան, ով է պատասխանում։ Երկու հետաքրքիր տարբերակ կա, պարոն խաղավար։ Ինձ մեկն է պետք։ Ինձ էլ թեպետ էս հատվածից հնչող վերսիան էլ էր շատ լավ, բայց եկեք մենք ամեն դեպքում գնանք, որ այս տարածքները միավորում է, որ դրանք այս կամ այն կերպ իշատակված են Աստվածաշնչում։ Ձեր պատասխանը հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Իսկ երկրորդ տարբերակը ո՞րն էր, պարոն Մամիջան։ Նարինջի հետ կապված, որ Պորտուգալիան նշված չի եւ այս բոլոր երկրներում դա անվանվում է պորտոկալ։ Ինչպես տեսնում եք, քարտեզում առանձնացված են Ասիայի մի մասը, գրեթե ամբողջ հյուսիս-արևելյան Աֆրիկան, Եվրոպայի հատված, նշված տարածքները ներառում են Եգիպտոսը, Հորդանանը, Սիրիան, Իսրայելը, Հայաստանը եւ Արարատ լեռը։ Ինչպես արդեն կրայեցիք, այս բոլոր տեղանունները միավորում է բացենք սև արկղը։
Աստվածաշունչը, խոսքը Աստվածաշնչում հիշատակվող աշխարհագրական օբյեկտների մասին է։ Դալիճի օգնությամբ թիմը հավասարեցնում է հաշիվը։ Սակայն Սարգիս Պետրոսյանը ստանում է 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից որպես փոխհատուցում, քանի որ թիմը հարցին պատասխանեց Դալիճի օգնությամբ։ Տիկնայք և պարոնայք, մեր դահլիճում ներկա է Յունիբանկի օպերացիոն սպասարկման տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը։ Բարի երեկո, պարոն Ապերյան։ Բարի երեկո, պարոն խաղավար։ Պարոն Ապերյան, երևի թե երբ դուք լինում եք մեր դահլիճում, մեր խաղերը միշտ այսպես լարված են անցնում։ Ես էլ եմ նկատել այդ օրինաչափությունը, որ միշտ տենց 6-4, 6-5 տենց նման հաշիվներ է գրանցվում։ Ինչպես կգնահատեք այսօրվա խաղը, պարոն Ապերյան։ Բավականին հետաքրքիր խաղ է, եւս մեկ անգամ պետք է կրկնեմ, որ համառ պայքարում է անցնում։ Պարոն Մամիջանյանի թիմի խաղին երկրորդ անգամ եմ ներկա գտնվում, դժվարանում եմ ասել, որ մի խաղներ ավելի հետաքրքիր։ Հիանում եմ պարզապես խաղով։ Շնորհակալություն, պարոն Ապերյան։ Շարունակում ենք խաղը, 7-րդ խաղափուլ։ Պարոն Մամիջանյան։ Այո, պարոն խաղավար։ Իսկ դուք Աստվածաշունչ հաճախ եք կարդում։ Չեմ ասի, որ հաճախ եմ կարդում, բայց այս Աստվածաշունչը, որը Սև արխի մեջ էր, իմ համար շատ հատկանշական է, որովհետև ճիշտ այս նույն օրինակից նվիրել են վանքում ինձ եւ տիկնոջս մեր ամուսնության կապակցությամբ, ինքը դրված է մեր հյուրասենյակում։ Իսկ ո՞րն է ձեր սեղանի գիրքը։ Այ, լիքը շահարկումներով, բայց կնքահայրը։ Բլից։ 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Հուզական ինտելեկտ աշխատությունում Դանիել Գոուլմանը գրում է, որ երբ մարդը զգում է դա, արյունը հոսում է դեպի մեծ կմախքային մկաններ, մասնավորապես ոտքեր։ Արդյունքում արյունազրկվելով դեմքը գունատվում է։ Անժելա Տեր-Մովսիսյանը Վանաձորից հարցնում է, որ զգացման մասին է խոսքը։ Ամոթ սովածությունի շիշ։ Զայրույթ հակառակն է կարմրում, չէ՞։ Հա, ոտքերը որ փախնես, էլի իրացել է դա, վիրացել փախնես, հա։ Կարամ ոտքալի օգտագործ։ Ամոթը կարմրում ես էլի, այդտեղ պետքա սպիտակես։ Անտեսեգո սպիտակում ես։ Next one։ Գուրգեն սպիտակի։ Հիմա գցեին Վախեցի։ Ժամանակ, Գուրգենը կպատասխանի։ լսում ենք ձեզ, պարոն Եսայան։ Ենթադրաբար մարդիկ սովորաբար գունատվում են վախենալիս։ Խոսքը վախի մասին է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Արյունը հոսում է դեպի մեծ կմախքային մկաններ, մասնավորապես ոտքեր։ Արդյունքում արյունազրկվելով դեմքը գունատվում է։ Այս գործընթացները մարդու օրգանիզմում առաջացնում է վախը։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Անգլիացի հոկեբան Մայքլ Արչիլի հետազոտությունները ցույց են տվել, որ 1 ժամ տևողության զրույցի ընթացքում ֆիննը օգտագործում է դա 1 անգամ, իտալացին 80 անգամ, իսկ մեքսիկացին 180 անգամ։ Լուսինե Մկրտչյանը Երևանից հետաքրքրվում է։ Ինչի մասին է խոսքը։ Ժամանակ։ Ժեստը պարզ է։ Ներողություն կարող է սուտը։ Դիմացին մեջ անունը չեմ հավատում։ Այստեղ ակտիվ են քիչ ժպտում։ Բայց մեքսիկացիները ժպիտը լավ է, ժպիտը по-моему շատ ավելի լավ է։ Օգտագործել, ժպիտը օգտագործել։ Իտալացիները շատ Այոյանքը կարա լինի։ քան մեքսիկացիները։ Այոյան։ Մեքսիկացիները ուրախ են աբա։ Ժեստ Ժամանակ, պարոն Մամիջանյան։ Ով է պատասխանում, պարոն Մամիջանյան։ Արփինեն։ Լսում ենք ձեզ, Արփինե։ Ժեստեր։ Ժեստեր։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մայքլ Արչիլի հետազոտությունների համաձայն ֆիննը 1 ժամում օգտագործում է 1 անգամ, իտալացին 80 անգամ, իսկ մեքսիկացին 180 անգամ։ Խոսքը Արփին է։ Ժեստերի մասին է։ Երկրորդ հարցին էլ դուք ճիշտ պատասխանեցիք։
Վճռոշ երրորդ հարցը։ Ջուլիետա Մանուկյանը Իտալիայի Կաստելնովո դի Սոտո քաղաքից խնդրում է ձեզ ավարտել ռուս գրող երկիծաբան Միխայիլ Ժվանեցկու միտքը։ Մի վարեք ձեր ավտոմեքենան ավելի արագ, քան կարողանում է թռչել, ժամանակ։ Էտա։ Թռչել են ինչ պետքա թռչի, հա։ Հովանավորն ինձ որ մեքենապետ գովազդել է, 10 վայրկյան։ Պարոն խաղաղար, մենք պատասխանենք։ Nice։ Շատ ծիծաղալու կլինի, որ սխալ է։ Լսում ենք ձեզ։ Սա թիմային տարբերակ կա, բոլորս գրեթե միաժամանակ ասեցինք այդ տարբերակը, քան թռնում է ձեր պահապան հրեշտակը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Միխայիլ Ժվանեցկին ոչ առանց հեգնանքի խորհուրդ էր տալիս. մի վարեք ձեր ավտոմեքենան ավելի արագ, քան կարողանում է թռչել ձեր պահապան հրեշտակը։ Դուք հաղթեցիք բլիցում։ Դիկնայք և բարունայք, իսկ մեր դալիճում ներկա է Բոյդեն ընկերության գործընկեր Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սևադա Բաղդյանը։ Բարի երեկո, պարոն Բաղդյան։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Պարոն Բաղդյան, Բոյդեն ընկերությունը բարձր օղակի ղեկավարների որոնմամբ և խորհրդատվությամբ զբաղվող միջազգային ընկերություն է։ Իսկ ինչպես է Բոյդենի միջազգային լինելու հանգամանքն օգնում ձեզ, երբ տեղական ընկերության համար փնտրում եք տեղացի մասնագետ։ Պարոն հաղորդավար, ընկերությունը լինելով ոլորտի առաջատարներից մեկը հիմնադրվել է 1946 թվականին, ներկայացված է 50 եւ ավելի երկրներում եւ ունի մոտավորապես 700 խորհրդատու ամբողջ աշխարհում եւ ամբողջ այս փորձը պրոցեսների եւ մեթոդոլոգիայի տեսքով հասանելի է ամբողջ աշխարհի գործընկերներին, այդ թվում նաեւ Հայաստանին։ Եվ այդ փորձառությանը մենք նաև ավելացնում ենք տեղական մեր գիտելիքները, Բոյդեն Հայաստանի փորձառություն եւ տեղեկացվածությունը Հայաստանի աշխատաշուկայից եւ դրանով օգնում ենք մեր հաճախորդներին ստանալ լավագույն ծառայությունները։ Շնորհակալություն, պարոն Բաղդյան, իսկ մենք շարունակում ենք խաղը, 8-րդ խաղափուլ։ Ուշադրություն, հարգելի հեռուստադիտողներ, մեր խաղում հաղթած հեռուստադիտողներն իրենց բոլոր մրցանակները կարող են ստանալ միայն ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի եզրափակիչ խաղի հեռարձակումից հետո։ Ձեր դեմ խաղում է Ժանետտա Ղազարյանը, ուսանողուհի Ոսկետապ գյուղից։ Ամերիկացի դերասան Վիլլի Ռոջերսը հպարտանալով իր տոհմի հնագույն պատմությամբ, այնուամենայնիվ հերքում էր այն փաստը, որ իր նախնիները եղել են առաջին վերաբնակների թվում, ովքեր ժամանել են Ամերիկա Mayflower նավով։ Ուշադրություն հարցը. ինչ փաստարկ էր այդ դեպքում բերում դերասանը, ժամանակ։ Ռոջերսը կարող է չերեպի Էդ եմ ուզում ասեմ, կարող ենք ասում ես Ռոջերսը պիրատ պտրելն է։ Կարող ասում էր, որ ես Ռոջերս չեմ, որտեղ իռլանդական չի ազգանունս։ WR Ոսկի Ռոջերս, Մակ Ռոջերս, ինչ որ որտեղ Մեյֆլաուրը Իռլանդիայից եկա։ Կոմպանիկ ամերիկացի։ Էդ ես էլ կարող հնդկացի է Հնդկացի կարող ենք հան ձևակերպում ոնց է հարցը։ Հնագույն պատմությամբ ինքը է բաներ անում, հպարտանում էր։ բայց ասում էր առաջի վերաբերումն եթե հնագույնա պետք է բայց ազգանունը հնդկացիական չի։ Հնդկացիական, եղաբլեք հնդկացի պետք է լինի կամ վիկինգ պետք է լինեն 10-րդ դարից։ Okay, որ դեմից եկած։ Հաստատի երկու վերսիա ունենք, պիրատները ունենք ու հնդկացիները։ Եթե հնագույն պատմությունը առաջի վերաբերումն չի ավելի հին այն։ Ես այդ մտքում կարող է սևամորտա ինքնից։ Սևամորտ, եթե սևամորտ ուրեմն որպես թուրք կբերեին իրանց, հա։ Հա, կարող ենք սևամորտը դրա համար չի։ Րոպե վերցնենք, հա։ Միգուցե օրժի գիտես։ Հա, ոնց է վերցնովի է։ Հա, բայց 10 վայրկյան օգտագործեք։ Հնագույն պատմության Արդեն դա էլ չեք կարող օգտագործել։ Պարոն խաղաղար, խնդրում եմ կրկնել հարցը եւ Չարչյանի վաստակած րոպեն օգտագործենք։ Դուք այդ իրավունքը ունեք, ես կկրկնեմ հարցը եւ կտամ լրացուցիչ րոպե։ Ամերիկացի դերասան Վիլլի Ռոջերսը հպարտանալով իր տոհմի հնագույն պատմությամբ, այնուամենայնիվ հերքում էր այն փաստը, որ իր նախնիները եղել են առաջին վերաբնակների թվում, ովքեր ժամանել են Ամերիկա
Mayflower նավով։ Ինչ փաստարկ էր այդ դեպքում բերում դերասանը։ Լրացուցիչ րոպե։ Սևամորթը հաստատ լավն է։ Ուրիշ նավով են եկել առաջի, երկրորդ, երրորդ ոսկով են Հիմնավորումը դրա որն է։ Դրանց առաջ պետք է։ Ես դա հետքում եմ նշանակում, դրանց առաջ պետք է Եմ ասում, հնագույն պատմությամբ գլխագովում միաժամանակ ասում առաջ նավով չենք եկել, ավելի հին ենք։ Կարա հնագույն լինի, բայց ոչ Կարող է վիկինգների հետ եկել։ Համար կարևոր գնահատի դեպի Աֆրիկայի պատմություն, որտեղ եթե նավով չի եկել, ինքը Եվրոպայի կապ չունի էլ, всё, այսինքն իր կապը Եվրոպայի չի եկել, այսինքն Աֆրիկայի մոտացումը բայց Եթե Աֆրիկան եք վերցնում, Աֆրիկայի փաստարկին մարդկությունը տեղից առաջացել, ուրեմն ամենահին։ Եթե Եվրոպայի Բայց չի հիմնավորվում, հասկանու՞մ, Սևամորթը հիմնավորում։ Okay, համաձայն։ Մեզոամերիկանը Վիկինգը ո՞նց է հիմնավորվում։ Լավ մնում Անդրեև ժողովուրդ տեսեցիք եկեք։ Սևամորթը չարչանը։ Да. Сейчас понял, փորձենք Մի բառ, այդ բառը պետք է իմաստ ունենա, այդ բառի իմաստը այդ պետք է լինի։ Պարոն Մամիջանյան, դուք արդեն երկրորդ րոպեն էլ չունեք։ Այո, պարոն խաղավար, Չարչյանը կպատասխանի։ Լսում ենք ձեզ, պարոն Չարչյան։ Ես կփորձեմ թմոյն վերսեմ քիչ առաջ տանենք։ Ուլի Ռոջերսը ճիշտ ասած ազգանունից մենք չենք կարող հասկանալ, բայց ենթադրում եմ, որ ինքը սևամորթ էր, դրա համար ինքը չէր կարող Mayflower-ի հետ գալ Ամերիկա։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուիլի Ռոջերսը պնդում էր, որ իր նախնիները Ամերիկա չեն ժամանել Mayflower նավով, քանի որ նրանք եղել են այդ նավին դիմավորողների թվում։ 4-4 Ժանետա Ղազարյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Դուք այդ տարբերակը ունեիք։ Իհարկե ունենք պարոն խաղավար, բայց Եվ Արփինեն էր ավելի շատ պնդում։ դա հիմնավորում չի իմ կարծիքով, բայց լավ։ Հաստարկ Տիկնայք եւ պարոնայք։ Wishful thinking է դա։ Մեր խաղին ներկա է Աթենք ընկերության բրենդ մենեջմենթի բաժնի ղեկավար Արամ Առաքելյանը։ Բարի երեկո, պարոն Առաքելյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Առաքելյան, Երևանում եւ մարզերում Աթենք ֆիրմային խանութների թիվն աճում է։ Ինչով են առանձնանում ձեր ֆիրմային խանութները։ Շնորհակալություն հարցի համար, պարոն հաղորդավար, Աթենք ընկերության ֆիրմային խանութները առանձնանում են ոչ միայն իրենց լայն տեսականիով, այլ նաև մասնագիտական սպասարկմամբ։ Մեր ֆիրմային խանութներում աշխատում են մասնագետներ, ովքեր պատրաստ են ներկայացնել նոր ապրանքատեսակները, իրականացնել ջերմ եւ անմիջական սպասարկում։ Նաև ցանկանում եմ նշել, որ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր ֆիրմային խանութները լինեն ոչ միայն գնումների, այլև վստահության վայր։ Մենք ունենք 35-ից ավել ֆիրմային խանութ Հայաստանի ամբողջ տարածքում եւ այդ ցուցանիշով հանդիսանում ենք մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանցը։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, ինձ մնում է ավելացնել միայն, որ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ։ Հարգելի գիտակներ, Իսկ դուք տեղյակ եք ձեր տոհմերի պատմությունից։ Այո։ Իհարկե։ Պարոն խաղավար, մեր տոհմը իր Գևորգ Հովհաննիսյան ճյուղավորումով հասնում է մինչև Հրիմյան հայրիկ։ Հասկանալի է։ Ձեր դեմ խաղում է Գևորգ Հովհաննիսյանը, տնտեսագետ Բջնի գյուղից։ Ռուս երգիչ եւ դերասան Անտոն Մակարսկին պատմում է, որ փարիզեցիները սերիալում նկարահանվելով Պիեր Ռիշարի հետ մի անգամ ցանկացել է զարմացնել հայտնի դերասանին եւ ֆրանսերեն կատարել է Բել երգը։ Ռիշարը տպավորվելով Մակարսկիի կատարումից ասել է. Գերազանց կատարում էր, իսկ կարող եմ արդյոք իմանալ։ Ուշադրություն հարցը։ Շարունակեք Պիեր Ռիշարի միտքը։ Բրավո լեզվոր է, բրավո լեզվոր է։ բայց խնդալու է Okay, գանշը։ Որտեղից էր այդ Որտեղ է սովորել սոլֆեջիո։ Կարող եմ իմանալ ես ռուսերեն երգ ինչքան ժամանակում կսովորեմ, կարաս ինձ։ Խնդալով լինի։ Հայ, շոշին։ Նայեք,
Ռուսա երկու Ֆրանսիայի որ գյուղից տպավորվել Կարող է ինչ-որ մի բան Նոտրդամի հետ կապ ունի։ Դուք կվազի այստեղ են խաղացել, ռուսական էկրանիզացիայում Նոտրդամի։ Անտոն Մակարյանը տեսքը հիշում եք։ Շիրնդերով է ինքը։ ժամանակից Արշկա, բայց կարող է կա բանում Նոտրդամում։ Տոպ 5 հայտնիներից հաստատ ոչ մեկ չի։ Դա եղա, տեսքը Դուք հիշում եք Quasimodo-ին խաղում, բան, ես շատ գիտեմ։ դժվար։ Ինքը չէր խաղում ռոզիկ։ Գարուն է, կլասիկում գարուն է միշտ։ Դեմքով հիշում դժվար։ Ռուսականն եմ ասում, Ռուսական տոզն է։ Այդ Փարիզցիները կինոնով են։ Նշանակի չէ։ Սերիալը կինո չենք նայել։ Ուրիշ Ես դաժե չգիտեի Փարիզցիներ է, թե փարիսեցիներ է այդ տիպի պատկերացիները։ Պարիս։ Պարիժանի։ Պարոն Մամիջանյան, ով է պատասխանում։ Լսում ենք ձեզ։ Հարցնում է իսկ ինչեր են էիք երգում կամ ինչ էիք երգում։ Մի խոսքով լեզվական դրամաբանություն։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ռուս երգիչ եւ դերասան Անտոն Մակարսկին մի անգամ ցանկացել է զարմացնել Պիեր Ռիշարին եւ նրա համար ֆրանսերեն կատարել է Բել երգը։ Ռիշարը տպավորվելով Մակարսկիի կատարումից ասել է. «Գերազանց կատարում էր։ Իսկ կարող եմ արդյոք իմանալ, թե որ լեզվով էիք դուք երգում»։ 5-4 հոգուտ գիտակների։ Ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտա-ինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը։ Մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը։ Մեր արագ եւ շահավետ գործընկերն է Ozon Marketplace-ը։ Մեր միջազգային գործընկերն է Boyden ընկերությունը։ Մեր համեղ գործընկերն է Athens ընկերությունը եւ մեր լուսավոր ու ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Գովազդ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը։ Բարի երեկո, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, Երևանում հաճախակի են դարձել էլեկտրամատակարարման ընդհատումները։ Ինչով են դրանք պայմանավորված։ Այո, իսկապես էլեկտրամատակարարման դադարները շատացել են, բայց ի տարբերություն այլ տարիների դա ոչ թե վթարային անջատումներն են, այլ արդեն առիթ ունեցել եմ նախորդ սեզոնում ասել, որ ներդրումային մեր ծրագիրը այս տարվանից սկսած ուղղված է լինելու ոչ մենակ նոր բաժանորդների միացմանը եւ այլ աշխատանքներին, այլ հիմնականում ուղղված է լինելու մատակարարված էլեկտրական էներգիայի սպասարկման որակի բարձրացմանը։ Մենք իհարկե ներողամտություն ենք խնդրում մեր բաժանորդներից, բայց պետք է հստակ հասկանալ, որ ցանկացած նոր միացում, ցանկացած արդիականացում չի կարա լինի առանց պլանային անջատումների, հա, ոնց որ բժիշկը բուժում է մարդկանց որոշակի ցավ պատճառելով, դա նույնպիսի նաև ներդրումային ծրագիրն է։ Ցանկացած դեպքում մեր նպատակն է բարելավել, որում կտրուկ 2-3 տարվա ընթացքում բարելավել մատակարարված էլեկտրաէներգիայի որակը եւ մենք շարունակելու ենք հուսալի եւ անվտանգ էլեկտրական էներգիայի մատակարարումը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դա պրոֆիլակտիկ անջատումներ են։ Իհարկե, դա պլանային անջատումներն են եւ երևի բոլորդ կռայել եք, որ Երևանը եւ Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքները դարել են մի մեծ շինհրապարակ, որով մենք իրականացնում ենք մեր ներդրումային ծրագիրը։ Շնորհակալություն, ինձ մնում է հիշեցնել, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը նվիրում է հնգորյա ուղեգիր դեպի Դիլիջան 2 անձի համար։ Շարունակում ենք խաղը 10-րդ խաղափուլ։ Պարոն Մամիջանյան։ Այո, պարոն Խավար։ Իսկ ձեր թիմում ֆրանսախոսներ կան։ Արփինեն, դուք մոռացել եք իր հետ ինչ հետաքրքիր զրույց եք ունեցել կապված թենիսի հետ։ Դե թենիսի հետ ունեցել ենք, բայց ֆրանսերենի հետ կապված չեմ հիշում։ Արփինե, երբ ֆրանսերեն երգեր եք լսում, քանի տոկոսով եք հասկանում դրանք։ Շատ քիչ եմ լսում, եթե շատ անկեղծ լինենք։ Ինչու՞։ Օրինակ Շարլ Ազնավուր։ Շատ քիչ եմ։ Լուսինե Եղիազարյան։ Ձեր դեմ խաղում է Լուսինե Եղիազարյանը, երգչուհի, քաղաք Նյու Յորք, ԱՄՆ։ Նյու Յորքի հին թաղամասերի բնակիչները, ովքեր ապրում են 1920-ական թվականներին կառուցված պատմական շենքերում, սովոր են նրան, որ ձմռանը բոլոր բնակարանները գերտաքացված են լինում։ Անգամ ձմեռվա ամենացուրտ օրերին կարելի է պատուհանը բաց հարմարավետ նստել ներսում։
Ուշադրություն հարցը. իսկ ինչու է այդ շենքերի ջեռուցման համակարգն այդպիսի առանձնահատկությամբ կառուցվել? Ժամանակ. Սանականներին առանձնահատկությամբ է կառուցվել։ Ինչ որ մի բանի կողքն է կարող է կառուցվել։ Նյույորքում մետրոպոլիտեն։ Մետրոպոլիտենի օրինակ Մետրոպոլիտենը գարաչի воздух։ Մետրոյից գարաչի воздух։ Մերլին Մոնրոյի բարսանալը էլի գարաչի воздух։ Հետաքրքիր է։ Այնտեղ Կարող է ինչ-որ գծի սկզբի վրա են ոնց որ իրանց պտի տա ջերմություն, հետո գնա շարունակի քաղաքի, որ առաջի քաղաքներն են։ Կենտրոնացվածը իրանց մոտից է սկսում։ Պատկերացնենք որպես քվարտալ։ Երկակացվում է մետրոպոլիտենը կապ չունի։ Երկակացվում է։ Սերը կառուցվել Նյու Յորք ակտիվ նեբասկրոբերով։ Սանականը ինչա մեծ, ասենք հրդեհ բաներ։ Բանի բարելանյութի հետ կարա կապված լինի, թե ինչով է այդ։ Ասոբա չի։ կառուցման առանձնահատկությունը, այսինքն ինչ որ բան հաշվի են առել կառուցելուց։ Կամ ինչ որ բանի վրա է որը տակածվում է։ Շատ լավ տարբերակ։ Կամ էլ ինքը ոնց որ մագիստրալի սկզբում է ամենատակ հատվածը իրանց ամենանապորովը։ Կարա դա Կարող որ ամբողջ քաղաքը հետո մտածել եմ որ կարա շատ զարգանա, շատ մեծանա, մեծ մощность են տվել։ Ժամանակ, պարոն Մամիջանյան, ով է պատասխանում? Ահա։ Մենք էլի երկու տարբերակ ունենք։ Ինձ էլի ընդամենը մեկն է պետք։ Ով է պատասխանում? Կամ իմ տարբերակը կամ Գուրգենի։ Գուրգենը, լսում ենք ձեզ, պարոն Եսայան։ Ենթադրում ենք, որ 20-ականները համընկել է այն ժամանակվա հետ, երբ Նյու Յորքում ակտիվ մետրոպոլիտենի շինարարություններ էր ընթանում եւ հնարավոր է, որ դրա հետ կապված հին նոր հիմնադրված կայարանները մետրոյի գտնվում են հենց այդ շենքերի տակ եւ մետրոյում որպես մետրոյում կուտակված ջերմոթը բարձրանում է վեր դեպի բնակելի շենքերի բնակելի հատված եւ դա առանձնահատկությունը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Եսայան, դուք ինչ մասնագետ եք? Բժշկական գրագրության։ Ավարտել եք բժշկական ինստիտուտ։ Բժշկական համալսարան, այո։ Բժշկական համալսարան։ 1918 թվականին իսպանական գրիպի բռնկումից հետո Նյու Յորքի իշխանությունները օրենք ընդունեցին, ըստ որի նորակառույց բոլոր շենքերում ջեռուցման համակարգը պետք է կարողանա ապահովել շատ բարձր ջերմաստիճան, որպեսզի ձմռանը մարդիկ կարողանան պատուհանները լիովին բաց պահել օդափոխության համար, ինչն իր հերթին կկանխեր վիրուսի լայն տարածումը ամբողջ քաղաքում։ 5-5 Լուսինե Եղիազարյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից։ Շարունակում ենք խաղը 11-րդ խաղափուլ։ Պարոն Եսայան, Նյու Յորքում եղել եք։ Ոչ։ Պատրաստվում եք գնալ։ Հստակ պլաններ չկան, բայց հույս կա, որ օրերից մի օր կհայտնվեմ առհասարակ արևմտյան կիսագնդում, մասնավորապես ԱՄՆ եւ հնարավոր է նաեւ Նյու Յորքում։ Իսկ տարվա որ եղանակին կցանկանայիք լինել Նյու Յորքում։ Ես ինքս տարվա եղանակներից նախընտրում եմ ձմեռը եւ չի բացառում, որ ուզենամ հենց ձմռան այցելել Նյու Յորք։ Նյու Յորքում Անձամբ կստուգեմ այդ շենքերում։ Ձեր դեմ խաղում է Էդգար Մինասյանը, մենեջեր Երևանից։ Ուշադրություն, սև արկա։ Ապելսին։ Այն, ինչ գտնվում է սև արկղում, 13-րդ դարի կեսերից սկսված գլխավորապես օգտագործվել է կրոնական պրակտիկայում։ Ժամանակի ընթացքում ոմանք սկսել են այն օգտագործել նաև շուկայում։ Հետաքրքրական է նաև, որ որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս այն օգտագործել հոդերի հետ կապված հիվանդությունների բուժման համար։ Ուշադրություն հարցը. ինչ է սև արկղում։ Ժամանակ։ Չոտկի։ Չոտկի զարգացումը, որ սուշաները չորտեր մելք հեմատորիկ։ Միակ հարցը դարով բռնումա, դարով բռնումա։ Էդի հին թեմա, այդտեղ թեմա է բժշկամ հաստատ էդի բռնումա, բայց դարով։ Ուրիշ էլի շամաներ մոտորիկ։ Շուկայում հաշվելու համար են օգտագործում չոտկի ալրի հոդերի հետ կապված։ Հոդերը նորմալ է բռնում։ Ռոզմարի, Ռոզմարի եթե չեմ սխալվում։ ռոզմարին չէ։ Միած սենց են
Միասնտիվոկա հայ։ Միասնտիվոկա որ ծնկերի դիմաց պադուշիչկա դնել։ Այն ժամանակ ամրիչ, որ առանց պադուշկային կրանում շատ էմոտ ոտերի հետո խնդիր էր տալու։ Ապեր հարց չկա, բայց շուկան ոնց է բերելու։ Մետաղադրամները շոտ զագուց կան։ Չէ, մետաղադրամ չէ, մետաղական։ Մետաղական ինչ-որ բաներ, Իրաներ, կարող կշեր կուղակի, բայց էլի հնուց կա այդ կրոնական Ամրիչի բայց կրոնում մի քիչ ավելի շուտ կա, բայց ոչինչ։ Չէ, հենց կրոնից սել է ամեն ինչ այդ հաստատ։ Բայց չկա, Պարոն Մամիջանյան, ով է պատասխանում։ Լռություն։ Չարչյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Չարչյան։ Պարոն հաղորդավար, ես մտածում եմ, մենք մտածում ենք, որ խոսքը համրիչի մասին է։ Մենք գիտենք, որ համրիչը օգտագործում են եկեղեցում, որ մարդիկ ավելի լավ սովորեն աղոթքի տեմպը եւ չափսերը հաշվելով։ Դրանից ելնելով կարող մտածենք, որ շուկայում իրանք օգտագործել են որ հաշվելու համար նորից եւ մանր մոտորիկան օգնում է հոդերի, ցավերի եւ հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Հասկանալի է, պարոն Չարչյան։ Իսկ հիմա ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Կրոնական պրակտիկայում դա օգտագործվում է աղոթքներ, խոնարհումներ եւ այլ ծիսական գործողություններ հաշվելու համար։ Հաշվարկը հեշտացնելու համար այն օգտագործել են նաեւ շուկայում։ Իսկ որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս օգտագործել այն մատների մանր մոտորիկայի համար։ Ձևարկղում բացենք այն Տերողորմյա է կամ պարզ ասած թզբե։ Պարոն Չարչյան, իդեպ այս Տերողորմյան սիրով նվիրում ենք ձեզ, այն ձերն է։ 6-5, ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը և նշում հաղթողների անունները։ Գուրգեն Եսայան, Կարեն Մնացականյան, Դավիթ Սարգսյան, Արա Չարչյան, Արփինե Աղջոյան և թիմի ավագ Հայկ Մամիջանյան։ Պարոն Սևադա Բաղձյան։ Այո, պարոն հաղորդավար։ Հիմա մենք պետք է ձեզ հետ որոշենք, թե ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Շատ դժվար է ասել, բայց երևի Արա Չարչյանը։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Արա Չարչյանը և ստանում է Տաթև Պապոյանի քառալեզու պատկերազարդ բառարանը հեղինակի մակագրությամբ, ինչպես նաև գրքերի հավաքածու Օզոն Արմենիա Marketplace-ի կողմից։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը, իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Պարոն Արթուր Ապերյան, եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին, հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Լևոն Ավետյան, Անդրեյ Գրոմիկոյի և New York Times-ի հոդվածի մասին հարցը, Քրիստինե Հակոբյան, Արքայադուստրե և Գորտը մուլտֆիլմի մասին, Ալինա Ավակյան, Happy End-ի ֆիլմերի Happy End-ի մասին, Ժանետա Ղազարյան, Ուիլի Ռոջերսի տոհմի պատմություն և Լուսինե Եղիազարյան, իսպանական գրիպից հետո կառուցված շենքի մասին։ Երևի թե Happy End-ի մասին հարցը։ Ալինա Ավակյան է Happy End-ի մասին հարցով ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հեռուստադիտող և ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից, ինչպես նաև 100,000 դրամի նվերքարտ Իտալ Սոլար ընկերության կողմից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը և հարցի հեղինակին կպարգևատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Պարոն Արամ Առաքելյան, հիմա արդեն հիշեցնեմ այդ հարցերը։ Վահե Հարությունյան, կնոջ առողջության կենացի մասին, Լաուրա Գևորգյան, Սպիտակաձյունիկը և 7 թզուկները, Ռուբեն Փաշինյան, Ձուկ գրության և 2014 թվականի մասին, Սարգիս Պետրոսյան, Աստվածաշնչում հիշատակված տարածքների մասին, Անժելա Տեր-Մովսիսյան, վախի մասին, Լուսինե Մկրտչյան, ժեստերի մասին, Ջուլիետտա Մանուկյան, պահապան հրեշտակի մասին, Գևորգ Հովանիսյան,
Բել երգի կատարման մասին եւ Էդգար Մինասյան թզբեհի մասին։ Կամ Տեր Ողորմյայի։ Պարոն հաղորդավար, եկեք առանձնացնենք Աստվածաշնչում հիշատակված տարածքների մասին հարցը։ Սարգիս Պետրոսյանը ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։